Եվ ամենագլխավոր ցուցիչը, որ Ադրբեջանն է թելադրում մեր կյանքի ինչպիսին լինելը, դա սահմանադրության փոփոխության մասին այս իշխանության պարտավորության ստանձնումն էր, որը արեցին ընտրություններից առաջ ասելով, որ այո հրաժարվելու են անկախության հռչակագրի հիշատակումից, ինչը Ադրբեջանի պահանջներ, չէ՞։ Եթե ինչ է սահմանադրությունը պետության գլխավոր փաստաթուղթն է, մայր օրենքն է, որից բխում են մյուս բոլոր օրենքներն ու փաստաթղթերը, որով մենք ապրում ենք այս հանրապետության սահմաններից ներս, չէ՞։ Սա գլխավոր ցուցիչը չի, որ Ադրբեջանն է որոշելու մենք ոնց ենք ապրելու։ Իսկ ով ասեց, որ միայն անկախության հռչակագրից հրաժարումն է Ադրբեջանի պահանջը կամ սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխությունը միայն Ադրբեջանի պահանջով, միայն անկախության հռչակագրից հրաժարումն է։ Գուցե այնտեղ ես վստահ եմ, որ կան, ոչ թե գուցե ես վստահ եմ, բայց հանրությունը կարող է ենթադրել, որ այնտեղ կարող են լինել կետեր եւ կան կետեր, որոնք փոխվել են ուղիղ Ադրբեջանի պահանջով։ Թե ինչպիսի կառավարման ձև պիտի ունենանք, ինչ մոտեցումներ պիտի լինեն, հա։ Հիմա տեսեք, ինչն է խոսում այն բանի օգտին, որ Հայաստանը Ադրբեջանի պահանջով, չնայած քաղաքացիական պայմանագրերը հերքում է, Հայաստանը Ադրբեջանի պահանջով է փոխում սահմանադրությունը կամ ստանձնել պարտավորություն սահմանադրությունը փոխելու։ Եթե հիշում եք 2024 թվականին, եթե չեմ սխալվում, կամ 24 կամ 25-ի սկիզբ, մի խոսքով, շատ հեռու անցյալից չէ, Նիկոլ Փաշինյանը արձագանքելով Ալիևի պահանջներին սահմանադրության փոփոխության բերում էր հայկական կողմի հիմնավորումները։ Ընդ որում, սա առաջին անգամ էր, կարելի էր ասել, որ իրականում կարծեք թե դիվանագետների կողմից մշակված հիմնավորում էր, որը հայկական կողմը պետք է օգտագործեր։ Ես հիմա մեր հեռուստատողներին ուշադրությանը մի բան կներկայացնեմ, տեսագրության ձայնը կներկայացնեմ։ Ոնց որ ասած, այն ինչ որ ես ասում եմ, ուզում եմ հիմա մեր օգնական Նիկոլ Փաշինյանի բերանով ասել, որպեսզի քաղաքացիները հասկանան, թե ինչ վտանգների մասին ենք մենք խոսում, որ սրանք հորինված վտանգներ չեն, սրանք ընդդիմադիր դաշինքը ներկայացնող գործչի մտահոգություններ չեն, որ ասեն մի քիչ գույները խտացրել եք, հա։ Լսենք Նիկոլ Փաշինյանին, խնդրեմ։ Ադրբեջանը էլի ուրիշ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանին, ասելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Եկեք հիմա նայենք Ադրբեջանի սահմանադրությանը։ Ադրբեջանի սահմանադրության մեջ հղում է արվում 1991 թվականի պետական անկախության մասին ակտին։ Այդ ակտում հղում է արվում 1918 թվականի մայիսի 28-ի Ադրբեջանի անկախության հռչակագրին։ Եվ անկախության ակտի մեջ նշված է, որ այսօրվա Ադրբեջանը 18-ից 20 թվականների Ադրբեջանի իրավահաջորդն է։ Իսկ 18-ից 20 թվականի Ադրբեջանի հռչակագրի մեջ նշված է, որ Ադրբեջանի տարածքներ են հարավային եւ արևելյան Անդրկովկասը եւ 1919 թվականին Անտանտին ներկայացրած քարտեզով Ադրբեջանը հավակնություններ է ներկայացրել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի նկատմամբ ամբողջությամբ եւ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու եւ Շիրակի մարզերի նկատմամբ։ Լսեցիք օգնական Նիկոլ Փաշինյանին։ Սա 24 թվականի ամենաուշը, ամենահին թվագրությունում, որ ասենք 24 թվականի հայտարարություն է։ Ընդամենը 2 տարի։ Հիմա տեսեք, այս մտահոգությունները ինչ որ Նիկոլ Փաշինյանը ասել, ձեզ ասեմ, մինչև ԿՊ-ի ասել եմ, մենք հրապարակային մեր ելույթներում սրա մասին խոսել ենք, որ Ադրբեջանի անկախության հռչակագրով հղում է արվում, այսինքն հիշատակվում է այն, որ Ադրբեջանը ոչ թե խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդն է, ինչը Հայաստանը օրինակալ է, որ խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է, այլ մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդն է, այսինքն 18-20 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի իրավահաջորդն է։ Սա արդեն իր հերթին նշանակում է, որ իրենք Ադրբեջանը ընկալում են այնպիսին, ինչպիսին ընկալվել է 18 թվականի հռչակագրով։ Լսեցիք հարգելի հեռուստադիտողներ, հատկապես Նիկոլ Փաշինյանի ստերին հետ հավատացող մեր հարգելի հայրենակիցներ։ Այո, լսեցիք Նիկոլ Փաշինյանը ասաց, թե Ադրբեջանը ինչ տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ։ Հիմա տեսեք, հաջորդ մտքով Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ճիշտ է Ադրբեջանը տարածքային
պահանջներ ունի մեր նկատմամբ, բայց կնքվելիք խաղաղության պայմանագրով այդ հարցերը դուրս են գալիս, որովհետև խաղաղության պայմանագիրը ոնց որ ավելի բարձր է։ Հիմա այս հայտարարություններից հետո Հայաստանը, որը պատրաստ է կնքել այդ խաղաղության պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի դեմքով, չէ, հրաժարվում է, այսինքն կատարում է Ալիևի պահանջը, հրաժարվում է անկախության հռչակագրից, բայց միևնույն ժամանակ Ալիևը չի հրաժարվում իրենց անկախության հռչակագրի հիշատակումից սահմանադրությունում, իրենց սահմանադրությունում չի փոխվում։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է մի բան, որ Ադրբեջանը այն խաղաղության պայմանագիրը, որ իր ճնշման ներքո է գրվել, հա, հիմա կարող է նաև ստորագրվել, ինքը խնդրի վերջը չի համարում։ Խնդրի վերջը չի համարում։ Եվ այս ինչ է ստացվելու։ Ադրբեջանը ասելու է, հարգելի միջազգային հանրություն, տեսեք, Հայաստանը որպես պետություն, հա, հրաժարվել է իր անկախության հռչակագրից։ Ես չեմ հրաժարվել իմ անկախության հռչակագրից եւ ելնելով իմ անկախության հռչակագրից մենք Հայաստանի հետ վիճելի տարածքներ ունենք, որոնք այն այդ մարզերը Նիկոլ Փաշինյանը թվարկեց Սյունիք Վայոց ձորը ամբողջությամբ, Տավուշ Լոռի Գեղարքունիք մասամբ։ Այդ քարտեզները Ադրբեջանը հրապարակել է։ Ստացվելու է, տեսեք, Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում, ասում էր մենք չունենք կադաստրի վկայական, չէ՞։ Ալիևը ասելու է, սիրելի միջազգային հանրություն, լսել եք Հայաստանի ղեկավարին, ինքը հրաժարվել ասել է մենք կադաստրի վկայական չունենք, այսինքն օրինականություն այդ տարածքների վրա մեր սուվերենության չունենք։ Ինք չունի, ես ունեմ կադաստրի թուղթ, հարգելի միջազգային հանրություն։ Փաշինյանը լեգիտիմացնում է Ալիևի հետագա ագրեսիան Հայաստանի։ Իհարկե, եւ ձեզ ավելին ասեմ, Փաշինյանը ուզում է իր այս հանցավոր մտադրությունը, որ Ալիևի հետ ծրագրել են, արևմուտքի հովանու ներքո բերել են, արդեն նախաստորագրել են, ուզում է դրան մասնակից դարձնել մեր սիրելի հայրենակիցներին, ընտրության տեսքով արդեն, հա, հունիսի 7-ի տեսքով։ Ես ամենևին չեմ մեղադրում մեր հայրենակիցներին, ովքեր խաբված են Նիկոլ Փաշինյանին։ Ես ասում եմ, սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանն էլի խաբելու է ձեզ, եւ ձեր են քվեն, որը դուք օրինակ տվել եք, ասենք, թոշակների ենթադրենք 10,000 բարձրացման համար, կամ որ անվճար այս ընթացքում միջև ընտրություններ կարողանալու եք պոլիկլինիկա գնալ, վիրահատվել, որ հետո ճակատագիրը անհայտ է, դրա համար եք տվել։ Փաշինյանը դա ներկայացնելու, որ դուք կողմ եք այն աշխարհաքաղաքական պլանին, որի մեջ ինքը մտցրել է Հայաստանին։ Իսկ ինչու Ալիևի համար լուրջ չէ խաղաղության այսպես կոչված այդ փաստաթուղթը։ Դա էլ իր պատճառներն ունի, գիտեք, որովհետև եւ այս առումով Ալիևը շատ նրբանկատ է եւ շատ դիվանագիտորեն մոտենում է խնդիրներին, շատ լուրջ է վերաբերվում փաստաթղթերին, հա, որոնք իրենց պետության հիմնադրման հիմքում են դրված։ Ուրեմն Ադրբեջանի Հանրապետությունը անկախանալուց հետո եւ անկախանալով հեղում տալով նաեւ մուսաֆատական Ադրբեջանի իրավահաջորդը լինելուն եւ նաեւ իրենց պաշտոնական փաստաթղթերում իրենք խորհրդային միության այդ 70 տարիները համարում են օկուպացիոն ժամանակաշրջան, ասում են խորհրդային Ռուսաստանի կայսրությունը օկուպացրել է մեզ։ Դա ինքնիշխանություն չի եղել, դա պետություն չի եղել, քվազի կեղծ պետություն է եղել, եւ մենք չենք ընդունում խորհրդային միության տարիները որպես ադրբեջանական պետականության տարիներ։ Ահա, եւ իրենք ապօրինի են համարում խորհրդային միությանը միանալու Ադրբեջանին առնչվող բոլոր փաստաթղթերը։ Բայց սա ինչ է նշանակում։ Եթե խորհրդային միությանը միանալը Ադրբեջանը պաշտոնապես համարում է ապօրինի այդ միանալու փաստաթղթերը եւ այդ ժամանակահատվածը համարում է օկուպացիոն ժամանակահատված, չէ՞, չի կարող խորհրդային միությունից դուրս գալու փաստաթուղթը Ալմատիի հռչակագիրը իրենց համար օրինականություն ունենալ։ Հասկանում, եթե դու մի process-ի քեզ ապօրինի են միացրել, դու այդտեղից դուրս գալը ո՞նց ես օրինական համարում։ Էնել այն սահմաններում, որոնք եղել են խորհրդային միության տարիներին։ Այսինքն հայ հանրությանը մոլորության մեջ իհարկե Նիկոլ Փաշինյանին պետք է եղել եւ Արևմուտքին պետք է եղել որևէ հիմնավորում, որով Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է, կգցեն Ռուսաստանի գրպանը, նախկինների գրպանը, ման են եկել գտել են Ալմատիի հռչակագիր, ասել են հարգելի Ալիև, կլինի մենք դա օգտագործենք մեր ժողովրդին խաբելու համար, ասել օգտագործեք, մեկը իմ համար որևէ նշանակություն չունի, որովհետեւ եթե այդ
խաղաղության այսպես կոչված պայմանագիրը իր համար նշանակություն ունենար, որտեղ այդ պայմանագրում նշված է, չէ, որ ներպետական փաստաթղթերը չեն կարող մեջբերվել, որպեսզի չեղարկվի կամ չկատարվի այս պայմանագրի դրույթները, չէ։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի հիմնավորումը ճիշտ էր այդ իրավիճակում։ Ալիևը չպիտի պահանջեր սահմանադրության փոփոխություն Հայաստանի անկախության հռչակագրից հրաժարում, որովհետև եթե այդ պայմանագիրը ստորագրվում է, ինքը արդեն ավելի ուժեղ դիրք է ունենում, քան անկախության հռչակագրի հիշատակումը սահմանադրության մեջ։ Բայց Ալիևը լավ է հասկանում, որ մի գործընթաց, որը հղում է արվում իրենց համար չընդունված փաստաթղթի, այդ գործընթացով իրենք Արցախը իրենցով կանեն, արդեն արեցին, հա, հայաթափեցին, հետո երբ որ Նիկոլ Փաշինյանը կկարողանա մոլորեցնել այ ժողովրդին հայաստանցիներին, որ խաղաղություն է հաստատվել, իրենք արդեն հիշելու են իրենց անկախության հռչակագրի մասին, որտեղ լսեցիք Նիկոլ Փաշինյանին, թե որ մարզերի նկատմամբ իրենք հավակնություններ ունեն։